Մարտի 5-ից մեկնարկած Սյունիքի մարզի պատանիների շախմատի առաջնությանը մասնակցեցին մոտ 8 տասնյակ շախմատիստներ մարզի բոլոր քաղաքներից։ 3 օր շարունակ խաղատախտակների մոտ նստածները պայքարում էին մայրաքաղաքում կայանալիք կիսաեզրափակիչի ուղեգրի համար։ Երկու մոնթեները, մեկը կապանից, մյուսը քաջարանից, փորձում են շախմատային ճկուն հնարքներով մեկը մյուսից առաջ անցնել։ Այս ընկերություն չկա, դա մենակա պայքար։ Կենտրոնը գրավելն է ամենակարևորներից մեկը, ֆիգուր չտալը։ 8-ից 16 տարեկանների պայքարը դասական շախմատ մրցաձևից էր, գոռը 6 հնարավորից վաստակել էր 5-ը եւ ձգտում էր առավելին։ Բավականին դժվար խաղեր էին, նաեւ խաղացել եմ ընկերներիս հետ։ Ընդամենը 19 պատանիներ տարբեր տարիքային խմբերից կիսաեզրափակիչի մասնակցելու իրավունք ստացան։ Լավագույնները խրախուսվեցին գավաթներով, մեդալներով ու պատվոգրերով։ Սյունիքի մարզի պատանիների 19-րդ առաջնությունն իրականացավ Կապանի համայնքապետարանի գործուն աջակցությամբ եւ կայուն գործընկեր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ։ Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան երկար տարիներ ֆինանսավորվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից։ Այս անգամ եւս բացառություն չէր եւ Կապանի համայնքապետի նախաձեռնությամբ եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորման աջակցությամբ կայացավ այս գեղեցիկ մրցաշարը։ Հերմինե Միքայելյան, Նվեր Զելյա, Սյունիք լուրեր։